Խաղաղություն ձեզ Աստծո ժողովուրդ։ Ես ուրախ եմ կրկին ձեր մեջ, ձեր հետ լինելու։ Տերը թող շատ օրհնի եւ նաեւ կուզեի փոխանցել Աստծո ժողովրդից շատ ջերմ բարևներ ձեզ։ Տեր օրհնի, շնորհակալ ենք, որ աշխարհի բոլոր ծայրամասերով մեկ Աստծո ժողովուրդը, Աստծո մեծ ընտանիքը իրար ողջունում է, իրար օրհնում է։ Մեր վերջի երգի մեջ, որ մենք ուշադրություն դարձրեցինք, Հիսուսին կոչում է որպես մեր եղբայրը։ Եվ փառք Հիսուսին, որ այդպես եղբայր ունենք։ Հզոր, զորավոր, հավիտենական, որ ինքն է երկրի երկնքի ճարտարապետը, որ ինքն է ամենահզորը։ Ես նկատել եմ, որ մանկապարտեզի երեխաներից սկսած, երբ որ երեխաները մանկապարտեզ են գնում, մի փոքր հասունանում են, ուզում են այնպես մեկի հետ ընկերություն անեն, որ ուժեղը, հզորը, որ իրանց օգնի։ Դպրոցում նմանապես մտածում են այնպեսի հետ ընկերություն անեն, որ ուժեղը իրանց օգնի։ Եվ կյանքում էլ մարդիկ, երբ որ մեծանում են, ուզում են շատ հզոր բարեկամ ունենան, պաշտոնյա բարեկամ ունենան, կարող բարեկամ ունենան, բարձր աստիճանների, որ իրանց օգնի։ Բայց մեր Հիսուսը վերա բոլոր պաշտոնավորներից, բոլոր զորավոր մարդկանցից, բոլոր թագավորներից, օրհնյալ է մեր Տիրոջ անունը, եղբայրներ, քույրեր։ Եվ շատ ժամանակներ առաջ ես ասում եմ, ինչ լավ է, որ առաքյալն ասում է, մենք հայր ունենք երկնքում, որ կոչում ենք Աբա հայր։ Այսինքն մեր հայրը ոչ թե միայն որպես հայրը այն իմաստով, այլ նաև հոգևոր իմաստով, որ նա Աբա հայր է, որ մեր հոգևոր կյանքի, մեր երկրավոր կյանքի մեջ ինքը ամենահզորն է եւ ամենազորավորն է, օրհնալ է Տիրոջ անունը։ Թող Տերը փառավորվի, եղբայրներ, քույրեր։ Այնինչի համար, որ կուզեմ խոսել Աստծո օգնությամբ, Տերը թող շատ օրհնի։ Հիմնականում որպես բնաբան համար ես պետք է ուշադրություն դարձնեմ Հակոբոս առաքյալի 3-րդ գլխում, որտեղ որ խոսում է վերից իջած իմաստության, վերից իջած կյանքի մասին, բայց նաև կարող եմ հիշեցնել նախաբան համար, որ բոլոր եկեղեցիներում խոսում են այս մասին, որ Ամովսի մարգարեության մեջ ասում է պատրաստվիր քո Տեր Աստվածը դիմավորելու։ Այսինքն պատրաստվիր, սա մեզ ժամանակ է տրված, որ մենք երկրի վրա կարողանանք ուղղել մեր հոգևոր կյանքը, շիտակ անել մեր հոգևոր կյանքը, որպեսզի հանկարծ արատ ու թերություն չունենա, որովհետև հետո մենք չենք կարող ուղղել մեր հանդերձները հոգևոր։ Եվ երբ որ մենք նայում ենք 10 կույսերի պատմության մեջ, գրված է, որ փողը հնչեց եւ ասեց. ելեք ու պատրաստվեք, դիմավորեք Փեսային։ Եվ հետաքրքիր է, 5 խելացի իմաստուն կույսերը կարողացան իրենց կարգի բերել, բայց հիմարները չկարողացան, պես նրանք չընդունվեցին։ Ես համարին համապատասխան ուզում եմ հիշեցնել, որ շատ հետաքրքիր է Մատթեոս ավետարանի մեջ, Մատթեոս ավետարանի 22-ի 8-ի մեջ շատ համարներ բանավոր ասեմ ժամանակի բերումով, Տերը թող օրհնի, որ իմ եւ ձեր հոգեվոր շինության համար լինի, որովհետեւ հիմա ժամանակները այնպես արագ են անցնում, այնպես արագ են փոխվում, եւ մենք միշտ պետք է պատրաստ լինենք Տիրոջ առաջ կանգնելու։ Անկախ նրանից, թե մենք շուտ կգնանք Տիրոջը, թե Տիրոջ հափշտակությունը կլինի, երկու դեպքում էլ պատրաստ լինենք, եղբայրներ, քույրեր, որովհետև փրկությունը անհատական է։ Ուրեմն Մատթեոս ավետարանի մեջ ներկայացնում է, մինչև բնաբան համարին անցնելը, ներկայացնում է, որ հրավիրվածները երբ որ չգնացին, եւ ասում է թագավորը հրամայեց, ասեցիք գնացեք դրսում պատահած մարդկանց, տեսեք, բերեք իմ խնջույքին մասնակցեն, որովհետև մսացուն ամեն բան պատրաստ է։ Եվ գրված է Տիրոջ խոսքի մեջ, որ ամեն տեսակի մարդիկ գնացին եւ մտան, երբ որ գրված է թագավորը ներս մտավ, տանուտեր մարդը ներս մտավ, իր աչքերով նայեց, տեսավ մեկին եւ ասեց. ընկեր, դու ո՞նց ես մտել այստեղ։ Քո հանդերձներդ հարսանյանց չեն, համապատասխան չեն։ Այսինքն սա խոսում էր հոգևոր կյանքի մասին, որ այս մարդը արտաքինից կար, բայց
Ներսից ինքը քողարկված էր։ Եղբայրներ քույրեր, սա շատ կարևոր մի բան է։ Իրականում ես միշտ հարց եմ տալիս ինձ, ով եմ ես Աստծո առաջին։ Ով եմ ես։ Այնքան կարևոր է, որ մենք շատ արագ անձնաքննություն անենք ամեն ժամանակ, ամեն րոպե, ամեն վայրկյան, որովհետև մեր կյանքից է գնում այս օրերը, այս ժամանակները։ Եվ շատ հետաքրքիր է, որ ինչ ասեց, այդ մարդը չունի համապատասխան հանդերձներ։ Մինչև նորից եմ ասում, բնաբան համարին անցնելը ինչ էր այդ հանդերձները հոգևոր իմաստով։ Աստվածային սեր, բնական սրբություն, մաքրություն, բարոյականություն, աստվածպաշտություն եւ այլ, բայց ամենակարևորը Աստծո կամքի բացակայություն կար դրա մեջ։ Եվ հիմա տեսեք, երբ որ մենք նայում ենք, շատ հետաքրքիր է, Կորինթացիներին ուղված երկրորդ նամակի 13:5-ի մեջ ասում է, այո, ամեն ժամանակ մենք պետք է անձնաքննություն անենք մեր անձերի վրա, որպեսզի տեսնենք, մենք փորձենք հավատքի մեջ երեք ունեցանք պարտություն, այսօր կարող ենք շտկել դա։ Եվ Կորինթացիներին ուղված երկրորդ նամակի 13:5-ի մեջ հետաքրքիր է ասում, որ մենք ունենք մի չափանիշ, որը որ Աստվածանից է, եւ մեր բավական լինելու, պատրաստական լինելու չափանիշը, չափերը մերը չի Աստծունն է, եւ ասում է մեր բավական լինելը մեզ մեջ է, ապա Տիրոջից է։ Այստեղ հարց է առաջանում, որ եղբայրներ քույրեր, ամեն մեկս որպես անհատ Աստված ոնց է ինձ գնատում իր առջև։ Եվ ասենք կարող է ես ինքս օրինակ ինձի շատ գնատական տամ։ Ասեմ ես լավ եմ, ես եմ անում, վերջապես։ Բայց իրականում ես Աստծո առաջին ինչպեսին եմ։ Ինչ վարքագիծ ունեմ։ Ինչ հոգևոր վիճակ ունեմ։ Սա շատ կարևոր է։ Եվ հարցեր, որ մարդը պետք է մտածի իր ներսում։ Եվ Կողոսացիների 3:17 համարի մեջ այսպես է ասում. մենք ինչ որ անելու լինենք, խոսքով լինի կամ գործով լինի, ամենը լինի Քրիստոսի միջոցով։ Այսինքն ես ինչ որ մտածում եմ, ինչ որ ձեռնարկում եմ, ինչ որ ուզում եմ անեմ, ինչ որ խոսում եմ, ինչ որ անցած տարի շատ հետաքրքիր մի բան կատարվավ, երբ որ պետք է գնայինք վերջի եղբայրականներ, տարվա վերջի եղբայրականներ, մեր ավակ մամիկոյի եղբայրը ինձ ասեց, որ բացման խոսքը պատրաստես, որ հովականի ժամանակ բացման խոսք ասես, որ աղոթքի գանք։ Ես էլ ինքս ինձ մտածում եմ, ասում եմ, այդքան տարիքով եղբայրներ, այդքան ավելի զորավոր եղբայրներ, ես ինչ պետք է ասեմ։ Ես չի ուզում։ Բայց ասի եղբայրն ասել է, ու գիշերը մտածում եմ, Տեր, ես ինչ պետք է ասեմ, ես ամանչում եմ իրաց առաջ։ Եվ լուսաբացին մի խոսք եղավ հարցականով, մինչև այսօր հիշում եմ։ Ասեց. ովքեր են հարցականով, որ ինձ են ծառայում։ Եվ վերջ։ Եվ հետո ես խնդրեցի, որ բաց ալի Տիրոջ խոսքը։ Եվ Տիրոջ խոսքը սա եղավ. ամեն իմ զավակները իմ առջև որպես որդիներ անում են ծառայություն, ամեն մեկը իր չափի մեջ։ Հիմա ովքեր են, որ ինձ են հաճեցնում եւ ոչ թե իրանց։ Ովքեր են, որ իմ ծրագիրը ունեն եւ ոչ թե իրանց ծրագիրը։ Եվ ովքեր են, որ բոլոր հարցերում ինձ հաշվի են առնում։ Ինձ են հարցնում։ Որտեւ առաքյալը շատ པարզ է ասում, որ մենք ինչ որ անենք, թե խոսքով, թե գործով, ամենը Տիրոջը հաճել։ Այսինքն ես մտածում եմ, որ կներեք, որ ասում եմ, ես մտածում եմ, եթե ինձի պետք է այս բանը անեմ, անելու եմ։ Ինձի պետք չի հարցնել Տիրոջը։ Այս բանը առնեմ, առնելու եմ։ Պետք է ինձի գնամ հանգստյան տուն սանատորիա, գնալու եմ։ Այսինքն ինչ ուզում եմ անում եմ։ Եղբայրներ, քույրեր, դա ներդաշնակ չի, դա համապատասխան չի աստվածապաշտության, որովհետև գրված է, որ մենք մեր անձերի Տերը չենք, ապա Քրիստոս։
Եթե հանձնել ենք իրան, ուրեմն ինքը պետք է մեր կյանքը կառավարի, ինքը պետք է մեր կյանքը ղեկավարի, եւ մենք չպետք է ունենանք մեր սեփական կամքը կամ հասկացողությունը, ամեն բան Տիրոջը պետք է հանձնենք, անկախ տարիքից, անկախ սեռից։ Եվ դրա պատճառով գնալով վերջի ժամանակներում որակական անգնումը հավատք է։ Ես ուրախացա, որ տեսա երգչախումբը, որ երաժշտությունը համապատասխանա երգին, երգը համապատասխանա երաժշտության, որովհետև շատ տեղեր կա, որ բառերը հոգևոր են, երաժշտությունը չէ։ Շատ տեղեր կա, որ երաժշտությունը հոգևորի անվան տակ է, բայց բառերը չէ։ Բառեր, որոնք որ բխում են զգացմունքներից եւ ոչ թե հավատքի խոսքից։ Աստված մեզ լավ ժամանակ ա տվել, եղբայրներ, քուրեր։ Ես ասում եմ, եւս մի քանի տարիներ եւ հնարավոր է այս հնարավորությունը չունենանք, եկեղեցին լրիվ գործ առաքելոցի ժամանակները մտնի։ Մենք այն ժամանակ պետք է կարողանանք մեր հավատքը պահպանել եւ պահպանելու համար հիմա է պետք մեր ժամանակ, որ մեր եղբայրը կարդաց ջուր քաշենք, պաշար ունենանք հավատքի։ Եվ ուշադրություն դարձնելով հաջորդ համարի մեջ, նորից եմ ասում, ինչեւ բնաբան համարին անցնելը, Ֆիլիպպեցիների 3:20-ի մեջ ասում է, որ մեր կուլտուրան, մեր քաղաքականությունը, մեր մշակույթը երկնքիցն է։ Հետաքրքիր է, ես այս աշխարհի մշակույթն եմ ընդունում, ասում եմ, գիտես ինչ, մենք հիմա նոր դարաշրջան ենք ապրում, այն առաքյալների ժամանակվա մշակույթը, կուլտուրան, վերջապես չգիտեմ կներեք մոդան, վերջապես չգիտեմ նիստուկացը, հասկացողությունը թող։ Եղբայրներ, քուրեր, կարող է մշակույթը, գիտությունը շատ բաներ զարգանում է, բայց այն ինչ որ հակասում է մեր աստվածապաշտությամբ, դա ոնց եղել է մարգարեների եւ առաքյալների հիմքի վրա շինված եկեղեցին, այդպես պետք է լինենք։ Եվ Պողոս առաքյալն ասում է, եթե մենք ուզում ենք մարդը հաճոլենք, Աստվածը հաճո չենք լինի։ Եվ այսօրվա բոլոր մեր շարժարիթը մենք պետք է ստուգենք, եղբայրներ, քուրեր, եւ տեսնենք որտեղից է գալիս։ Որովհետև գրված է Տիրոջ խոսքի մեջ, որ բոլորս պետք է մեր ապրած կյանքի համար հաշիվ տանք։ Շատ տեղերում ասեմ ձեզ, երբ որ չի լինում այդպես պաշտամունքների մեջ արթություն, կամ չի լինում ինչ որտեղ ասենք զորություններ, գիտեք ինչ, արհեստական զգացմունքներով, բարերով կլինի, բարձր երաժշտությունով կլինի, գոռալով կլինի, ճվալով կլինի, մի բան անում են, որպեսզի այդ ժողովուրդը ունենան այդ զգացմունքը։ Եղբայրներ, քուրեր, բայց Պողոս առաքյալն ասում է, որ մենք ձեր մեջ չեղանք ուրիշ խոսքերով, այլ եղանք Աստծո խոսքով։ Եվ հետաքրքիր է, որ երբ որ նայում ենք, այո, մեր քաղաքականությունը, մեր կուլտուրան, ամեն բան պետք է համապատասխանի Աստծո խոսքին։ Եվ դրա համար Մարկոսի 11-ում ասեց. Աստծո, կենթանի Աստծո վրա հավատք ունեցեք։ Որովհետև երբ որ Հիսուսը գա, պետք է այն հավատքը մեր մեջ տեսնի, այն հավատարմությունը մեր մեջ տեսնի, որ ինքը ուզում է մեր մեջ տեսնել եւ ոչ թե մենք ենք ուզում մեր մեջ տեսնել։ Դրա համար ես ուզում եմ ուշադրություն դարձնենք բնաբան համարի վրա, որտեղ որ Հակոբոս առաքյալը ասում է 3-րդ գլխում Կուզեմ կարդալ 11 խոսքից. Միթե մի աղբյուրից նույն ակունքից քաղցր կամ դառը ջուր կարող է բխի։ Ոչ։ Միթե կարելի է եղբայրքս, որ թզենին ձիթապտուղը բերի կամ որթը թուզ։ Այնպես էլ աղի աղբյուրը չի կարող քաղցր ջուր տա։ Աղի աղբյուրը ոնց կտա քաղցր ջուր, չի տա։ Եվ ասում է, ով է ձեզանում իմաստուն եւ խելացի, թող իրա բարի վարքով ցույց տա իրա գործերը իմաստության հեզությունով։ Բարի վարքով, վարքը դա մեր վարքագիծն է, դա մեր նիստուկացն է, դա մեր ապրելակերպն է, դա մեր մտածելակերպն է, դա մեր հավատքն է։
Բայց եթե դառը նախանձ եւ հակառակություն ունեք ձեր սրտերում, մի բարձեցեք, սուտ մի ասեք ճշմարտության դեմ։ Այս իմաստությունը վերևից իջած չի, երկրավորա, շնչավորա եւ դիվականա։ Մի անգամ ինձ ասեցին, ինչ կասես արհեստական բանականության մասին, ասի, դա վաղուց գրված է Հակոբոս Առաքյալի գրել է այդ մասին, ոնց գրել է, ասի, հա, բացեք նայեք, ասում է ինչ որ երկրավորա, երկրից նա, ինչ որ շնչավորա, շնչավորա եւ վերջապես մենք գիտենք ազդեցությունն էլ ինչ է։ Եղբայրներ եւ քույրեր, մեր իմաստությունը, մեր մշակույթը, մեր կապը Աստծո հետ երկինքից պետք է լինի։ Եվ չպետք է նայենք երկրի զարգացման, թե ոնց է երկիրը զարգանում, մենք այդպես պետք է նայենք։ Մենք պետք է նայենք հավատքի զարգացման։ Քրիստոսի խոսքին պետք է նայենք։ Եվ ասում է, եթե մեր մեջ կան այդպիսի հատկանիշներ, սրանք աստվածանից չեն, եւ մի բարձեցեք եւ սուտ մի խոսեք։ Որովհետեւ ուր որ նախանձ եւ կռիվ կա, այնտեղ անկարգություն եւ ամեն չար բան կա։ Եվ այս մտքի վրա եմ ուզում ուշադրություն դարձնենք իրար հետ մի փոքր սերտողության կարգով, բայց վերի իմաստությունը նախ եւ առաջ սուրբ է։ Եվ հետո խաղարարար, հետո հեզ, հլու, ողորմությունով եւ բարի պտուղներով լիքը, անկողմնասեր, անկեղծ եւ արդարության պտուղներով, խաղաղությունով սերվում է նրանց համար, որ խաղաղություն են անում։ Հիմա ուզում եմ այս հատկանիշների վրա ուշադրություն դարձնենք իրար հետ միասին մի փոքր վերլուծելով, եղբայրներ քույրեր։ Երբ որ նայում ենք նախ ասում է վերին իմաստությունը, ինչ է, սուրբ է։ Այսինքն մաքուր է, մաքուր է։ Եվ մաքուր նշանակում է Աստծո հանդեպ ունեցած պարզությունը։ Աստծո հանդեպ ունեցած պարզությունը։ Եվ երբ որ նայում ենք Աստծո խոսքի մեջ, երկրավոր իմաստությունը միշտ ուզում է թաքնվի։ Որովհետև այսօր հեշտ չի մարդու ներսը տեսնել ինչ է կատարվում։ Պարզ չի, մաքուր չի։ Եվ նաև, երբ որ մենք ունենում ենք ինչ որ սխալ բաներ, միշտ ուզում ենք Աստծո հայացքից էլ փախնենք։ Ինչպես գրված է, Ադամը ծածկվել էր Աստծո երեսից իբրև։ Եվ Աստված կանչեց Ադամ ուր ես։ Որ Ադամ գիտակցի ասա, ես այս հանցակն արել եմ, մեղա էլի։ Գիտեք, եղբայրներ քույրեր, երբ որ մեղավոր մաքսավորը ոչ ոք չգիտեր, ծունկ էր ծռել, երեսը կախել էր ներքև, ամոթ էր անում Աստծուն բարձրացներ իր երեսը։ Դե գիտեք, մաքսավորների գործը միշտ կապ ունի վերջապես, ասենք, չգիտեմ, կաշառքի հետ, մյուս բաների հետ, վերջը։ Հետաքրքիր է, նա գիտեք, լացում էր, սիրտը կուրսկը ծեծում էր, ասում էր, Աստված ջան, ես գիտեմ այս կեղծիքները որ անում եմ, երբ կազատվեմ սրանից։ Երբեմն մոտեցել ենք մարդկանց, որ ասում են, գիտեմ, որ իմ գործի մեջ կեղծիքներ կա, ես ուզում եմ այդ գործից ազատվեմ։ Գիտեմ, որ իմ արածը ճիշտ չի, ես ուզում եմ այդ վիճակից դուրս գա։ Մարդը Հակոբոս Առաքյալն ասում է, ճշմարտության դեմ սուտ չխոսենք։ Այսօր գիտեք ինչ, եթե ես իմ սրտի մեջ ծածկեմ ու ասեմ, Գագիկ եղբայր ջան, գիտես իմ սրտում բան չկա քո հանդեպ, բայց սիրտը ներսից, գիտեք, Իրանն ասում է։ Ավելի լավ է ես ասեմ, Գագիկ եղբայր ջան, ասեմ, վերջը քուր ջան, հարազատ ջան, հեր ջան, մեր ջան, իմ մեջ այդ նեղվածությունը կա, էլի ինձ համար լաղուտ կարա որ դուզ գա, ուզում եմ չեմ կարողանում։ Աստված Աբրահամին գիտեք ինչ ասեց, ասեց Աբրահամ, իմ արջևս ուղիղ քայլիր, շիտակ մտածիր, քո մեջ ուրիշ ծածուկ բաներ մի մտածի, ես տեսնում եմ։
Մեր բոլոր մտածողությունը քնվում է, ավելի լավ է մենք անկեղծանանք եւ Աստված այդ անկեղծությունը մեր մեջ կբերի բժշկության։ Որովհետեւ գրված է ջախջախված, իհարկե դա վերաբերվում է Հիսուսին, ջախջախված եղեգը չի փշրվելու, պլպլան պատրուկը չի մարելու, մինչև որ Հիսուսը ինքը դատաստանը հանի արդարության։ Եվ Հիսուսը դա այդպես եղավ մեր տեղը։ Մենք այդպես մարած մեկն էինք։ Եվ Հիսուսի կյանքն էլ բերեցին մարելու, բայց նա մենք տեսնում ենք, որ ինչ արեց, հաղթեց մավան, հաղթեց դատաստանին եւ արդարության բերեց մեզ։ Տերը սիրում է անկեղծ ու ճշմարիտ խոսողներին, եղբայրներ, քույրեր։ Եվ Դավիթ թագարը ասում է սրտիս մեջ ես ճշմարտությունը չծածկեցի։ Պետք չի թաքնվել Աստծո երեսից։ Մարդը չի կարող մի անգամից հասնել դրան, բայց օր-օրի, որ իր վրա աշխատի, ավելի կհասնի։ Մի անգամ ես մի անձնավորության ասեցի, որ գիտեմ, որ դու իր հետ վիճել ես, երկուստ էլ հոգևոր եք, հիմա քո ներսում իր հանդեպ կա այդ ատելությունը։ Հա, ասեց չկա, ասի կա։ Ասի սուտ մի խոսա։ Աստծո առաջ մի երթում կեր, ասեց կա։ Ասեց ոնց անեմ, որ ես պարզնեմ դրանից։ Ինչքան ուզում եմ չի հիշեմ, հիշում եմ։ Ասի լավ բան ասեմ քեզի։ Ինձ էլ օգնել, քեզ էլ կօգնի։ Դու սրտիդ ասա. ես քեզ մերժում եմ, այ խաբեբա սիրտ։ Ես Հիսուս Քրիստոսի անունով իրան սիրում եմ։ Իմ աղբերն է, չի հասկացել արելա։ Ես տեղ եմ տվել արելա։ Ես ինչ որտեղ թույլ եմ տվել, ինքը իմ նկատմամբ լավ չի վարվել։ Ես իրան սիրում եմ, Հիսուս ջան, դու իրան օրհնի։ 2 օր հետո եկավ ասեց, եղբայր ջան, ես իրան սիրում եմ։ Երբ որ այդ բարերը իր մեջ հայտարարեց եւ իր մեջ Աստծո խոսքը դավանեց, իր ներսը փոխվավ եւ ասում է բարիով հաղթեք չարեն։ Այսօր շատ կարեւոր է եղբայրներ, քույրեր, ինչքան սրտեր կան կոտրված, ինչքան հիշողություններ կան մարդկանց մեջ, որ մնում է, երբ գալիս է պարագան երեսի են տալի, բայց մարդիկ չեն տեսնում, Աստված տեսնում է։ Աստված տեսնում է, դրա համար այսօր մեզի պետք է որ ունենանք աստվածային սրբություն, աստվածային մաքրություն, եւ մեզ հոգ չէ թե մարդիկ ինչ կմտածեն մեզ համար, կարեւորը Տերը։ Եվ կարեւորը որ մեր սիրտը բացենք Տիրոջ առաջին։ Եվ հաջորդը հետաքրքիր է ասում է սուրբ է եւ խաղարարար։ Այսինքն մենք տեսնում ենք ինչ է նշանակում խաղարարար, խաղություն բերող։ Եվ այդ մեր խաղարարար լինելը սա հաղորդակցությունն է մարդկանց եւ Աստծո միջև։ Սա շատ կարեւոր է։ Հիմա օրինակ Դավիթ թագավորը չի ասում մեղանչել եմ Ուրիայի դեմ, ասում է ես մեղանչել եմ ով Աստված քո դեմ, չարնել քո աչքերի առաջ եմ գործել։ Ինչի համար։ Որովհետեւ Դավիթը հասկանում էր, որ օրենք է խախտել։ Ուրիշ պետության թագավորները ինչ ուզեին կանեին, չէին մեղադրի իրանց։ Բայց Դավիթը օրենք էր խախտել։ Ես ցանկացած դեպքում առաջի հերթին խախտում եմ Աստծո օրենքը, երբ որ վիճում եմ, երբ որ ես ատում եմ, չարանում եմ, երբ որ իմ ժամանակը վատնում եմ ավելորդ բաների մեջ, երբ որ ուղիղ չեմ լինում, ես օրենքը խախտում եմ Աստծո։ Հետո նոր մարդկանց միջև։ Դրա համար Աբրահամին ասեց հիշիր, դու իմ առջև ես, այսինքն քո կյանքի պատասխանատվությունը եւ հաղորդակցությունը իմ միջոցով է։ Եվ երբ որ այստեղ ասում է խաղարարար լինենք, խաղություն ունենանք, սա հաղորդություն է մարդկանց եւ Աստծո հետ ճիշտ հարաբերություն ունենալու։ Ճիշտ հարաբերություն ունենալու։ Եվ այս ամենը բերում է աստվածային իմաստության։ Տեսեք, գրված է շնչավոր մարդը չի կարող շիտակ ուղիղ բաներ մտածել։ Որտեւ շնչավոր է։ Դրա մեջ հոգի չկա։ Եվ շնչավոր մարդը ինչ է ուզում անի, ուզում է ցավացնի դիմացինին, ուզում է վիրավորի դիմացինին, դրա մեջ խաղություն չկա, կեղծ խաղություն կարա պահի։ Բայց Տերն ասում է Երանի խաղարարներին։ Եվ սա վերևից իջած հատկանիշ է։ Տեսեք, ինչքան է եղել դեպքեր, որ մենք ֆիզիկապես իրար կողք նստած ենք եղել,
Բայց մեր ներսում դիմացինի նկատմամբ, ընտանիքի տան անդամի նկատմամբ չի եղել խաղաղություն։ Մինչև երբ պետք է լինի դա։ Սա երկնքից իջած չէ։ Ոչինչ գնա հաշտվիր։ Վնաս չի։ Իսուր կլնի, կեսրար կլնի, աղբեր կլնի, քուր կլի, քո կողմը գնա հաշտվի, դու պրծի դրանից, ազատվիր։ Որովհետև դա կապանք է։ Որովհետև Հիսուսն ասեց այս աշխարհի իշխանը գալիս է, իրանից հատկանիշ չունի ի մեջ։ Ատելություն, չարություն, նախանց, վերջապես ինչ որ կա, ասեց չկա ի մեջ։ Երբ որ ի մեջ կա տրտմություն, տխրություն, հիշաչարություն, ինչ որ ատելություն, դա Հիսուսից չի։ Դա սատանայի կողմն է, սատանայի խայծն ադրած։ Եվ ասում է, եւ նա քո վրա իմ մոտ մի այդպես հետաքրքիր թեմա կա, մեր բոլոր անհաջողությունների եւ հիվանդությունների պատճառները, որոնք կարող է լինեն։ Ինչից կարող է լինի։ Որովհետեւ մեր կյանքում պատահական ոչ մի բան չի լինում։ Եվ շատ հետաքրքիր մտքեր է, Տերը օգնական լինի։ Եվ հիմա տեսեք, եղբայրներ, քուրեր, Տիրոջ խոսքի մեջ շատ հստակ գրում է, որ մենք ունենանք այդ խաղաղությունը, բայց եթե կա, ուրեմն դա խաղաղություն չկա։ Հիմա դա որ մնա իմ մեջ, այս գիշեր ինձ այդ լավ բան կկատարվի, թե չէ։ Գրված է բարկությունը կամ տրտմությունը, ատելությունը, արևը մայր չմտնի ձեր վրա։ Շատերը մոռացել են, շատերը անտեսել են սա։ Եվ երբ որ դեպքեր ա լինում, մենք ասում ենք, դու ինքդ քո մեջ անձնաքննություն արա, ինչ կա, որ քեզ խանգարում է։ Ես նորից եմ ասում, այնքան լավ միտք է այդ կապված 8 պատճառները, որոնք մարդու կյանքում կարող է լինեն վնասների պատճառներ, հիվանդությունների, անհաջողությունների պատճառներ, հա։ Եվ մարդը պետք է վերլուծի ինքը։ Եվ հաջորդը ինչքան հետաքրքիր է ասում է սուրբը, խարարար, հետո ասում է հեզա։ Այս հեզ լինելը նշանակում է ունենալ համբերություն ում նկատմամբ, ուրիշների նկատմամբ, մեղավորների նկատմամբ, լինել ներողամիտ։ Հիմա եղբայրներ, քույրեր, Հիսուսը կար, որ մեկին ատում էր երկրի վրա։ Իրան չարախոսեցին, թքեցին երեսին, գիտեք ինչքան առամարանք է, հլա մեր երեսին չեն թքել։ Ամեն վատ խոսքերն ասեցին, ինչ ասեցին։ Մեր մոտ հեռուստացույցով որ հանգարց խոսում են, ասում են, այս 50-ականները, հոգեգալստականները, աղանդ են, են, տենում են, վրդորված եկել են որոշներ, ինչ ես վրդորվել։ Ասում եմ, այ աղջի ջան, քո երկրի ղեկավարին ինչ ասես ասում են, այդ մարդը չի նեղվում, քեզի մի բան ասել են, այլ երեսի չեն ասել, նեղվում ես։ Գրված է Տիրոջ խոսքի մեջ, երբ որ իզուր տեղը, անիմաստ տեղը, դատարկ տեղը ձեզի անպատվեն, վիրավորեն, զրկանք անեն, Մատթեոս ավետարի մեջ ասում է, ցնցա եւ ուրախացի, հիմա ես չեմ ուրախանում։ Հիմա Հակոբոս առաքյալն էլ այստեղ գրում է, որ այդ տեսակ վիճակը երկրավոր է, շնչավոր է, դիվային է։ Ինձ պետք է ունենալ երկնային հատկանիշ, որի մեջ մենք տեսնում ենք կա այս հեզությունը, կա այս համբերությունը, եւ ոչ թե նրանց նկատմամբ, որ իմ նկատմամբ լավ են, այլ նրանց նկատմամբ, որ իմ նկատմամբ հակառակ են։ Եվ Սուրբ գրքով նայում ենք, նման հատկությամբ օժտված մարդը գիտի, թե երբ պետք է ինչ անի, իր շահերը պաշտպանի կամ իր շահերը չպաշտպանի։ Հիմա տեսեք, օրինակ ասենք տեղ կա, որ եթե դու գնաս քո շահերդ պաշտպանելու ու գիտես կարող է ավելի մեծ խնդիր առաջանա, որովհետև հիմա այդ պահին այդ մարդը ներվայնացած է, այդ մարդի վիճակի չի քեզ լսելու, այդ անձնավորությունը քո նկատմամբ շատ լարված է, դու գնաս ասես, որ խոսքի ես այս հարցում ուղիղ եմ եղել, դու մեղավոր ես եղել, այդ ճշմարտությունը չի ընդունվելու։ Մեզ պետք է որ համբերատորությամբ կարողանանք, երբ որ կգա պարագան, մենք չմտածենք մենակ մեր շահերը պաշտպանենք, այլ ասում են նաև ընկերոջ, փրկելու համար, օգնելու համար։ Դրա համար
Մեզ պետք է եղբայրներ քուրեր, որ շատ անձնականություն անենք Հիսուսին նմանվելու համար, որովհետև առաջի թուղթ Հովանի մեջ ասում է, որ մեզ պետք է որ Հիսուսին նմանվենք, ինչպես որ ինքը գնաց, այդպես մենք լինենք։ Եվ Մատթեոս 10-ի մեջ ասում է, որ մենք նմանվենք մեր վարդապետին, ուսուցիչին։ Ինչ լավ չափ է, որ իրան նմանվենք, չէ, եղբայրներ քուրեր, ձգտենք դրան։ Ես էլի եմ ասում, հիմա այն ժամանակն է, որ ավելի շատ անձնաքննություն անելու ժամանակ է։ Հիմա այն ժամանակն է, որ ես ասում եմ, ոչ թե գնացեք շատ Հիսուսի մասին քարոզեք, այլ Հիսուսի կյանքը ցույց տվեք։ Հիսուսի կյանքը ցույց տվեք։ Եվ սա ամենալավ կյանքը կարող է լինի, եղբայրներ եւ քույրեր։ Եվ կարևոր է, որ այս հեզությունը, այս համբերությունը մեզ տանի արդարության։ Տեսեք, երբ որ ուշադրություն ենք դարձնում Տիրոջ խոսքի մեջ, օրինակ հնազանդություն նշանակում է հնազանդվել ում, մարդուն թե Աստծուն։ Հիմա Աստծո խոսքը ոնց ասում է, ես իրան չէ պետք է հնազանդվեմ, պիտի ներեմ։ Օրինակ ես դեպքերի ես հանդիպեցի, ասեց, որ չի կարողանում ինքը ների իր հարսի արարքը, հարսը չապաշխարած էր, եւ այդպես երբ որ մենք զրուցեցինք, տեսանք, որ հարսը չապաշխարած եւ ինչ որ բաներ արել, հիմա ինքը այնքան է լցված, որ կոպիտել ասելա, ասում է դրայրեսից մերդեմ պրզնեմ, ասում եմ ուր մերդես, գետած դժող։ Չներելը մեծ մեղք է։ Հիմա ասում եմ առաջի հերթին Աստված թույլ է տվել քո հարսի միջոցով, որ քո վիճակդ երևա, որ դու ապաշխարես։ Որտեվ Տիրոջ խոսքի մեջ այդպես է գրված։ Ասում է առիթները Աստված է թույլ տալիս մեր վիճակները հայտնվելու համար։ Հիմա թույլ է տվել Տերը։ Հիմա դու եթե իրան չես ներում, նշանակում է դու Քրիստոսից քեզ բարձր ես դասում։ Այսինքն Քրիստոսը ում բարիշների ներել է, քեզ էլ ինձ էլ ներել է, դու չես ներում իրան։ Քո ինքնասիրությունդ մեծ է։ Հենց ամենամեծ մեղքը վերջի օրերի, Տիմոթեոսին ինչ ասեց, ամենամեծ մեղքը վերջի օրերի, սա է լինելու, մարդիկ լինելու են ինքնասեր, հետո նոր ամբարտավան, հետո նոր լինելու են արծաթասեր, հետո միս բաներ։ Այսինքն ինքնասիրությունը ամենամեծ մեղքն է, անձնասիրություն, փառասիրություն, եսամոլություն, անձնապաշտ լինելը։ Դու ով լինես, որ իմ հասցեին խոսես, դու ով ես, որ ինձ այդ բանն ասել ես, դու ինչ ես եւ այլ, վերջապես։ Եղբայրներ քույրեր, մենք տեսնում ենք, որ Աստծո խոսքի մեջ ասում է, որ դիվայն է, սատանայից է։ Այսօր պետք է մերժենք, ասենք, շատ էլ ինքն արել է։ Մեր մամկո եղբայրն ասում է, մի անգամ երկար ճանապարհ գնացինք մեքենայով, մի եղբայր ինքան ասեց, իմացար մամկոն աղբեր, այս աղբեր իմ հանդեպ էս արեց, վերջ, այն մեկը, լսում արդեն տեղ են հասնում, բա ինչ պետք է անեմ մամկո եղբայր, ասում ասեցի, եղբայր ջան, պետք է ասես հայր ներիր, քանզի չեն հասկանում ինչ են անում, այդ մի խոսքով պրծնի, Հաղթությունը դրա մեջ է, եղբայրներ քույրեր։ Երբ որ իմ մեջ գալիս է այդ հավատքը, որ ես տվյալ անձնավորության նկատմամբ բարիով եմ վերաբերվում, հաջորդ օրը ինքը փոխվում է։ Հաջորդ օրը գալիս է ներողություն խնդրում։ Այս ոնց է որ խոսքի ասենք ես կարող եմ իմ աղջկա նկատմամբ ուրիշ վերաբերմունք ունենամ, հարսի նկատմամբ ուրիշ, յադի աղջիկա։ Կամ ինչ որտեղ կներեք, որ մի քիչ ազատ եմ խոսում, Հայաստանում այդ բանը կա, կամ ինչ որտեղ ասենք Փեսայիդ հետևից ընկած ման ես գալի, փշի ես անում, չգիտեմ ինչ ես անում, վերջ էլի, որ հանգարց աղջկատ խաթրին չկպնի, բայց արի ու տես, հարսիդ միսը ծամում ես, կամ հարսիդ բարեկամի միսը ծամում ես, ասում որ ձեր մեջ աչառություն կա, այսի լավ բան չի։ Հավասար իրավունքով Հիսուսի նայի, աղջիկ կլինի, տղա կլինի, հարս կլինի, հեր կլինի, մեր կլինի, ով ուզում է լինի։
Եղբայրներ քուրերես մտքերի վրա այդպես Տերը շատ օգնել աշխատել եմ, անձնական կյանքի փորձառություն ձեռք բերելով աշխատել եմ։ Օրինակ հետաքրքիր է, էլի, հեչ կեղծավորություն չենք արել, դե անկեղծանանք Տիրոջ առաջին։ Ես ոնց կարամ սուտ խոսեմ, կեղծավորություններ ենք արել, պահիտական կեղծել չենք եղել, վերջապես։ Բայց ավելի լավ է այսինչ ասեմ, պահիտակ ոչ թե անկեղծ չենք եղել, ասեմ, պահիտակ անկեղծ չեմ եղել։ Պահիտակ կեղծավորություն ենք արել, չէ, պահիտակ կեղծավորություն եմ արել։ Երբեմն մենք ուզում ենք տարածենք մի բանը ընդհանուրի վրա։ Պատկերացնում եք։ Մի տատիկ կար, արդեն որ պետք է մայրամուտ գնար, հիմա ասում եմ քուրիկ ջան, տատիկ ջան, ոնց ասենք, դե գիտեմ էլի ընտանիքից։ Դե ոնց ասենք, ունես մեջդ վիրավորանք, նեղվածություն, ընտանիքի հետ կապված։ Դե վաճի եղբայր, մարդ ենք էլի սաղսել ունեն մենք չէ նեղվածություն, սաղից մոտ է լինում, չէ բարկանում, ասում եմ ինձ ինչ ես խառնում քո հետ։ Դու քեզ վերագրի։ Դու քոնը ճանաչի։ Այ ամբողջ հարցը սա է, որ մենք մատը ուղղենք մեր վրա եւ ոչ թե ուրիշի վրա։ Մի ամուսին շատ է կնոջը վերջը մի բանի վրա վիճում, հետո կինը պարզում է, որ սխալ տեղն է վիճել էլի։ Ասում եմ Մարջան, դե գոնե ասա մի հատ կներես ես։ Մարդնով է, որ մարդուն ասեմ ներողություն։ Նրանք Հիսուսին պետք է ասեն ներողություն։ Չի ուզում խոնարհվի, չի ուզում կոտրվել էլի։ Եղբայրներ քուրեր, ես շատ շտկվելու տեղեր ունեմ։ Ես գիշեր ցերեկին վրա եմ մտածում։ Ինձ արդեն գիտեն, որ մեր Հայաստանում ասում են աչքի եղբայր ոնց ես, ասում են փառք Աստծո, լավ եմ, պակասներից վրա եմ աշխատում։ Հա։ Մի օր էլ մի տատ եկավ, ասեց, ոնց ես, ասի քուրո ջան, դաշտի քախանին գործին, բրծում կա։ Ասեց չէ, ասեց դու դաշտ էլ ունես։ Ասի իմ հին բնույթը դաշտ է, ինչքան մաքրում ենք, ինքան մի բան ցլում է։ Պետք է աշխատենք դրա վրա։ Ասма ծույլի դաշտի կողքով անցար խոտը բռնել էր, փուշը բռնել էր, չէ։ Իսկ աշխատող մարդը մաքրում է։ Այսօր շատ կարևոր է, եղբայրներ քուրեր, եւ դա մեզ համար պարարտություն է, դա մեզ համար առողջություն է։ Եվ ասма ողորմությունով, այսինքն գթասրտությունով կարեկից լինենք։ Բոլոր նրանց նկատմամբ, ովքեր որ մեր կարիք ունեն, մեղավորների նկատմամբ, որոնք իրականում դրա կարիք ունեն։ Եթե ես մտածում եմ, որ ողորմությունը մենակ հասկանում եմ, կներեք, մեկին գումար տա, մեկին գնամ հիվանդանոցում տեսակցություն, այդ չի։ Օրինակ Հիսուսն ասեց, ես զոհ չեմ ուզում, ես ողորմություն եմ ուզում։ Այսինքն ինչ եմ ուզում անեմ, ուզում եմ թողություն տալ, ուզում եմ ներել, ուզում եմ ազատություն տալ, ուզում եմ մեղավորին ողորմել, չէ։ Դրա համար Եսայան 58-ի մեջ ասում է. ճշմարիտ ծոմապահությունը միայն չուտել խմելով չէ, այլ լուծիր անիրավության կապանքները, բաց արա լուծի կոշկորները, ջարդվածներին ազատ թող տուր։ Ամեն տեսակի լուծ կոտրեցեք։ Ինչքան բաներ կա իմ ներսում, ով գիտի։ Մենակ ես գիտեմ, մեկ էլ Հիսուսը գիտե։ Ով պետք է մտածի դրա վրա։ Եղբայրներ քուրեր, ամոթսն ասում է պատրաստվիր, եթե տեսեք անցած տարի երբ որ պապային ես էի խնամում, վերջապես, հետո այնց եղավ, որ արդեն զգում էի, որ այդ կարողությունն էլ չունի, այդ վիճակն էլ չունի, հա, ու ասեցի, պապ, ասի, 91 տարեկան ես էլի, կյանքդ ոնց անցավ, մի բան հասկացար, որ ասում ասեց, բան չի հասկացել, այնքան արագ անցնում մեր կյանքը, շատերը կմտածեն 90 տարին լավ էր, բայց այնքան արագ անցնում, եղբայրներ քուրեր, բայց լավ էր, որ Տիրոջը ընդունած գնաց, եղբայրներ քուրեր, հիմա շատ կարևոր է, ես այդ բաներից խոսեցի, 5 օր, որ արդեն զգացի, ինքը գիտակցությունը գնաց, չէր կարող խոսար, ես Սուրբ Հոգու ծառա գնացի, ասի, պապ, ասի, հիմա դու գնալու ես Հիսուսի մոտ, ասի, ես գիտեմ, որ քո հոգին լսում է, ու այդ ժամանակ իր աշկերը մեծացավ, բիբերը մեծացավ, նայեց, ուրախություն լսվավ աշկերի մեջ,
Ասի պա առաջինը գիտես ինչ եմ խնդրում։ 62 տարի քո տղան եմ եղել, սխալ եմ եղել, պակասներ եմ ունեցել, խնամքի մեջ լավ չեմ եղել, ինչ կլի խնդրում եմ ինձ իների։ Աշկերի մեջ ուրախություն կար։ Ասի պապ, քեզի խնդրում եմ, եթե հանկարծ քո մեջ կա մեկը, որ հիշում ես, ինչ որտեղ վիրավորված նեղվածություն, հիմա մեղարի, ասա Տեր մեղա ինձի կներես։ Դրա մեջ էլ ուրախություն եղավ։ Վերջը կիսվեցինք իրար հետ։ Ես զգում եմ ամեն բան ինքը զգում էր։ Եվ ասեցի, հիմա դու խաղությամբ Տիրոջը կգնաս կդիմավորես։ Եվ ընդամենը մի քանի ժամ հետո ինքը գնաց Տիրոջ ձեռների մեջ։ Եղբայրներ քուրեր։ Ես ինչ եմ ուզում ասեմ, առանց սիրո սրբության Տիրոջը չեն կարող տեսնել։ Չլինի մի բան պահեմ, հետո ուշ լինի։ Ավելի լավ է հիմա Հակոբի պես տանենք, բևեկեն ու տակ թաղենք այդ ինչ որ կա չկա, մաքրված զոհասեղանը պատրաստենք, ճամփա գնանք, որ Տերը օրհնի, եղբայրներ քուրեր, սա շատ կարևոր է։ Եվ շատ կարևոր է, որ լինենք մենք իսկապես անկողմնասեր, լինենք անաչառ։ Մի անգամ շատ շուտ էր, մի անձնավորություն եկավ մտավ եկեղեցի, որ շատ վերջը խառնում էր եկեղեցին։ Ինչ էր իր հոգեկանը։ Սենց նայեցի ասացի մարդի մասրան ոնց ասեմ դու զգա էլի, չխանգարի։ Մեկ էլ հստակ լսում եմ հոգու ձայնը ասեց, որ քո մայրդ լիներ ոնց կանեիր։ Քո քույրդ լիներ ոնց կանեիր։ Վայ ասի էդի ուրիշ բան տեր։ Գնացի սիրով, խնդրելով, ինքն էլ որ ուրիշներին հակառակվում էր, վերջը եւ այլ, բայց այնքան խաղաղությամբ լսեց եւ հասկացա մի բան, որ Աստծո խոսքը լեռները հավասարացնում է, ձորերը լցնում է, ճամփայա բացում։ Ուժով չի, զորությունով չի, Տիրոջ հոգիովն է։ Երբ որ Աստվածային հատկանիշով ենք վերաբերվում, ամեն բան Աստված փոխում է, եղբայրներ քուրեր։ Դրա համար շատ կարևոր է անկեղծությունով, որ ամեն տեսակի կեղծավորություն, ամեն տեսակի շարժարիտ մարմնավոր բացակայի մեզանից։ Եվ նպատակը մաքուր լինի դեպի առ Աստված։ Եվ ասում է, ինչ որ մենք անելու լինենք, Տիրոջ առաջ անենք որպես թե Տիրոջը եւ ոչ թե մարդու, եղբայրներ քուրեր։ Ծառայություն կլինի, գործ կլինի, աշխատանք կլինի, ինչ որ կլինի։ Միջև անգամ Սուրբ Գիրքն ասում է պետական ծառայության մեջ եղողներին, չի ասենք մարդիկ աշխատում են զավոդ, գործարան, բան, ընդ էլ ասում է մաքուր, որպես թե Տիրոջ դես ծառայում։ Եվ ինչ ա լինում, մաքուր ձեռը գնալով զորանում է, եւ հաջորդն ինչ ասում է լույսը, որ արևածագ ա լինում, լույսը գնալով ավելի պայծառանում է, մաքուրը գնալով պիտի զորանա, եղբայրներ քուրեր։ Դրա համար այդ ժամանակ, ինչպես Տերը Հովսեփի մաքրության հետ էր, այդպես մեր հետ կլինի։ Եվ ինչ է ասում է հազարավորները մի կողմից, 10 հազարավորները մի կողմից պետք է կանգնեն, բայց Տերը քեզի պետք է պահի։ Ինչի, որովհետև դու Տիրոջը ուզեցիր։ Տերը օրհնի, եղբայրներ քուրեր, աղոթքի գանք։